Որտեղից այդ արտահայտությունը ձեզ։ Չնայած Նիկոլ Փաշինյանի ալերգիկ ռեակցիաներին, նման արտահայտություն չկա։ Ադրբեջանի նախագահը չի հրաժարվում Զանգեզուրի միջանցք ձևակերպումից։ Զանգեզուր դահլիզի։ Այսօր Ադրբեջանում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում իր հյուրերին Ալիևն ասել է, որ Վաշինգտոնյան հանդիպման առանցքային արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի բացումն էր։ Զանգեզուր դահլիզի։ Զանգեզուրի միջանցքը կարևոր տրանսպորտային զարկերակ է, լրացուցիչ երթուղի, ինչպես միջին, այնպես էլ հյուսիս-հարավ միջանցքի համար։ Նիկոլ Փաշինյանի կաբինետը միանգամից արձագանքել է։ Փաշինյանի խոսնակ Արմեն Պրեսին ասել է, թե Ալիևն ու Փաշինյանը այդ հարցը հստակեցրել են Կոպենհագենում։ Զանգեզուրի միջանցք արտահայտությունը կապ չունի Հայաստանի տարածքի հետ։ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի Կոպենհագենում կայացած հանդիպման արդյունքներով երկու կողմերն էլ տարածել են մամուլի հաղորդագրություն, որից ակնհայտ է, որ երկու կողմերը ընդունում են Հայաստանի տարածքին առնչվում է TRIP նախագիծը։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ այլ նախագիծ չկա եւ չի կարող լինել։ Ադրբեջանական Գաբալա քաղաքում միայն Ալիևի շուրթերից չի հնչել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Թյուրքական մյուս պետությունների ղեկավարներն էլ են օգտագործել Ալիևի սիրելի ձևակերպումը։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը թյուրքական ժողովուրդների հաղթանակն է անվանել Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուր Ալիևը նշել է, որ Վաշինգտոնյան համաձայնագիրը զգալիորեն կամրապնդի թյուրքական աշխարհը, կստեղծի տարանցիկ նոր հնարավորություններ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից 10 օր առաջ էր հորդորել Ադրբեջանի նախագահին պարզաբանել, ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Եվ որքանով է։ Փաշինյանին դուր չի գալիս այդ ձևակերպումը, քանի որ ըստ նրա Հայաստանում այն ընկալվում է որպես տարածքային պահանջ, նվազեցնում խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը։ Իդեպ այսօր Գաբալայում ադրբեջանցիները կրկնել են Հայաստանի սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են սահմանադրության տեքստում։ Նիկոլ Փաշինյանը ներքին անհրաժեշտությամբ պայմանավորելով արդեն խոստացել է փոխել մայրօրենքը, բայց Ադրբեջանին միայն խոստումները չեն բավարարում։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։